հոդվածներ, որոնք որ ինքը խախտում է իր այս արարքներով։ Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները, 135 հոդված 1-8 նույնականացվող ցանկացած խմբի կամ հանրույթի հետապնդումը պայմանավորված քաղաքական կրոնական պատկանելությամբ պատժվում է ազատազրկմամբ 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։ Դատել Նիկոլին։ Հոդված 204 անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը 1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը, ուսույն հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով տարածելը, պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ եւ այլն, դատել Նիկոլին։ Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով եւ կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 5 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով, դատել Նիկոլին։ Հոդված 297 խուլիգանություն։ Խուլիգանություն, այսինքն հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով ու կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիան օգտագործելով, պատժվում է տուգանքով եւ այլն, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ 1-ից 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով, դատել Նիկոլին։ Եվ այդպես շարունակ, սա Հայաստանի Հանրապետություն քրեական օրենսգիրքն է։ Եվ դրա համար, երբ որ մենք կանգնում ենք եւ գոռում ենք դատել Նիկոլին, մենք զուտ ցիտում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը։ Ով որ դա չի հասկանում, վերցրեք օրենքները եւ ընթերցեք։